Հապկապայլ ունես։ Հասարկացա։ Ողջույն։ Սա քոդքասթն է։ Իմ զրուցակից Էրիկ։ Իսկ իմ զրուցակից Գարեգին։ Կարևորն է քո տասկը։ Զանգված ունեմ, պետք է զանգվածի մեջ թվեր իրակում արենք։ Սովորելու ընթացքում ամենաբարդ առաջադրանքը ո՞րն է եղել, որ ստացել ես։ Կարող հիշես ժամանակին table թեման էի անցնում, այդ թեմայի ընթացքում պետք է շախմատաձև սեղան ստանայի, այդ դրա ընթացքում ամենասկզբերը մի քիչ հարցեր ունեի, բայց հետո իհարկե կարողացել եմ անեմ։ Ես օրինակ որ դու իմ տեղն էիր, այդ ժամանակ ոնց կլուծեիր։ Խոսքը շախմատաձև թեյբլի մասին է, ոնց հասկացա, իրականում ես էլ եմ ունեցել նույն առաջադրանքից ու ասեմ, որ շատ դժվարությամբ եմ լուծել, երկար ժամանակ պահանջվեց։ Ցիկլերի միջոցով ստեղծել եմ սովորական table ու օգտագործել եմ if պայմանական օպերատորը։ Որը էլի հետաքրքիր ձև ես լուծել, իսկ ընդհանուր այս քանի ժամանակվա ընթացքում քո ամենահետաքրքիր task-ը ո՞րն է եղել։ Երևի նկատի ունեիր թեման։ Ամենահետաքրքիր թեման եղել է array-ները, քանի որ array-ների միջոցով կարողանում ենք մեկ փոփոխականում պահել մի քանի արժեքներ։ Էլի հետաքրքիր է։ Իսկ քեզ ընդհանուր մի հատ փաստ պատմեմ Apple-ի մասին։ Դու գիտեր չէ՞ որ 2005 թվականին երկու ինժեներ, մեկը Apple-ից, մյուսը ուրիշ լաբորատորիայից աշխատում են iPod-ի վրա։ Այդ iPod-ը շատ գաղտնի էր ու դրա մասին մենակ գիտեն այդ երկուսը, այսինքն արի քեզ բացատրեմ թե դա ոնց էր աշխատում։ Ինքը նույն սովորական ձևի iPod-ի տեսք ուներ, զուտ մեջի մեխանիզմը ամբողջովին փոխված էր, ու այսինքն ինքը այդ տալիս էին special մարկանց համար ու ինքը գաղտնի լսում էր այդ ամեն ինչը, ինֆորմացիան փոխանցում էր այնտեղ, որտեղ պետք է։ Հասկանալի էր։ Կար, իսկ այդ հիմնականում որ մարդկանց համար էին արտադրում, մտածում եմ կրիմինալ ինչ-որ մարդկանց է։ Չէ, իհարկե կրիմինալ չէ, ասենց ասեմ, դա շատ գաղտնի էր այդ ամեն ինչը լինում ու դրա մասին մենակ այդ երկու ինժեներները գիտեին ու դա այսինքն այն մարդկանց են տալի տանոթներին էլ, այսինքն ամեն մեկին այդ ամեն ինչը չէր ծախվում։ Հասկանալի էր, իսկ եթե չլիներ Apple-ը, քո կարծիքով ո՞ր ընկերությունը կարտադրեր դրանք։ Գիտես, ինձ թվում է Samsung-ը, որտեվ ներկայապային ռեյնուկում իրանք երկուսով իրար հետ հավասար են շարժվում, ու ինձ թվում է Samsung-ը ամեն դեպքում կշարունակեր Apple-ի գործը։ Համաձայն եմ քո հետ, որովհետև Samsung-ը արտադրում է չիպեր, միկրոչիպեր, դες դրանք այնքան հզոր են, որ օգտագործվում են տարբեր գadgetներում։ Իսկ օրինակ արած բերես ինչ գadgetներ։ Օրինակ նոթբուք կամ հեռախոս, բոլորի վրա կա։ Հետաքրքիր է, իսկ արի քեզ մի հատիկ է փաստ ավելացնեմ Samsung-ի մասին, քանի որ Samsung-ը կորեական ֆիրմա է, իսկ կորեական հիմնականում հենց հիմա իրանց կինոները, սերիալները շատ հետաքրքիր են ու շատ հայտնի են։ Ինքը իր գadgetները պրոդյուսենի անելու համար կորեական ֆիլմերում հիմնականում իրանք Samsung են օգտագործում, որ ասենց ասած այդ ձևի իրանք առաջ տանեն իրանց ֆիրման։ Շատ հետաքրքիր էր։ Գարիս դու գիտեի, որ Samsung-ը սկզբում չի զբաղվել հեռուստացույց արտադրելով։ 1938 թվականին հիմնվել է մի փոքր կրպակ, որը զբաղվել է չորացրած ձկների, մրգերի, ալյուրի արտահանումով դեպի Չինաստան ու ունեցել է ընդամենը 40 աշխատող ու կապ չի ունեցել ինքը տեխնիկայի հետ։ Ամենահետաքրքիրը գիտես որն է, որ 1995 թվականին իրանց այդ նախագահը սառնարաններ են չէ եղել ձկները, մրգերը, ալյուրները տեղավորելու համար։ Սառնարանները տեսել է, որ շատ անորակ են ու հավաքել է ամբողջությամբ 150,000 սարքավորումները, տեխնիկաները ու ականատես է եղել, թե ոնց են աճվում դրանք։ Ու այսօր հասել է այն կետին, այնքան հզոր ընկերություն է դարձել, որ գրեթե բոլորը խոսում են իր մասին։ Քանի որ խոսեցիր Apple-ի մասին, ասեմ, որ Samsung-ը արտադրում է էկրաններ Apple-ի համար։ Էլի արտադրում է, բայց իրես ամեն դեպքում իմ համար հենց կոնկրետ Apple-ն է առաջինը, խիա բացատրեմ, որտեվ իր դիզայնով, այդ ընդհանուր առումով ես ամեն դեպքում Apple-ին եմ մի քիչ նախընտրում։ Իսկ դու համաձայն եմ, բայց այդ շատ վիճելի հարց է ու նայած մարդու ճաշակ,
Ես ավելի շատ օգտագործում եմ Samsung, քան Apple, այդ արդեն իմ ճաշակն է։ Դե էլ ես ճիշտ ասեմ, ամեն մեկը մնա իր ճաշակին։ Համաձայն եմ։ Գար, իսկ քո կարծիքով ծրագրավորման լեզուները շատ տարբեր են իրարից։ Օրի քեզ օրինակով պատմեմ այդ ամեն ինչը, օրինակ իմ օրինակով թե ոնց ամեն ինչը սկսել, ես որ սկզբից մտածում եմ ծրագրավորման լեզու, իմ համար ես տարբերություն չէի գտնում, ու կարելի ասել այդ ամեն ինչը նույնն էր, բայց երբ որ եկա full learning, ու ինձ դե ավելի sense կոնկրետ բացատրեցին, ես իսկականից հասկացա, որ դա լայն է այդ ամեն ինչը ու ամեն մի լեզուն իր մի բանն է անում, ու քեզ անգամ կարամ բացատրեմ օրինակով, օրինակ որ նամը չէ web ինչ որ կայքերին, օրինակ Chrome-ին կամ YouTube-ին, սովորական մարդ համար դե ընդհանրապես սայթը այդպես դժվար բան չի, բայց օրինակ մենք ասես որպես խորացված ծրագրավորող, որ գիտենք այդ ամեն ինչը ոնց է աշխատում, իսկ այնց հասկանում ես որ տակից այդ ամեն կոդերը այդ մի քիչ ուրիշ ձև արդեն մասնագետի աչքով է նայում։ Այո, ու ամեն ինչը մի քիչ լրիվ ուրիշ ձև է նայում ու հասկանում ես թե ինչ դժվար է այդ ամեն ինչը ու հա իսկականից ամեն մի լեզուն շատ կարևոր է ծրագրավորման մեջ։ Համաձայն եմ քո հետ, հիմնական տարբերությունը լեզուների կայանում է իրենց գրելաձևերում։ Օրինակ կոնսոլոգը գիտես JavaScript-ի, Python-ում print-ն է, իսկ օրինակ C#-ում console write line-ը։ Նաև տարբերությունով JavaScript-ը սովորելու ժամանակ տպավորությունն է, որ դու հենց ծրագրավորում ես սովորում, իսկ արդեն Python-ը ուսումնասիրելու ժամանակ տպավորությունը ոնց որ անգլերեն լինի, բայց երկուսն էլ իրենց հատուկ կոդերն ունեն, որոնց միջոցով ստանում ենք իրենց ալգորիթմները։ Գիտես չէ որ սենց ասացիր, հիմա որ մտածում դե JavaScript-ը որ սովորեմ բարձրանամ, ամեն դեպքում որ Python-ը ուժը խորանամ Python-ի մեջ, ինձ թվում է խոսակցությունից հետո ավելի հեշտ կլինի, որտեղ որ տենց ասացիր, ուժը հասկանում եմ, որ ամեն դեպքում իրար նման են ու հեշտ է դառումով կլինի մի քիչ։ Շատ ավելի լավ կլինի։ Կոդս է ստացվեց։ Լուրջ, շատ լավ է ստացվել, ես էլ արդեն ավարտում եմ, վերջի մասն է մնացել, դա լանեմ, ես էլ կվերջացնեմ։ Գար, ես միջ կպրծնեմ իմ աշխատանքը, առաջարկում եմ միասին խաղանք IDO-ն, ինչ կարծիքի ես։ Համաձայն եմ քո հետ։ Մեր հետևորդներին կբացատրես կանոնները։ Բացատրեմ։ IDO-ն այնպեսի խաղ է, որ պետք է մենք ունենանք երկու բառ, եւ այդ երկու բառի շուրջ մենք պետք է ունենանք ստարտափ գաղափար, իսկ մինչև պատմելս ինձ թվում է դու երկու բառ արդեն հորինել ես։ Երկու բառ մտածեցի, արև եւ հիշողություն, հուսամ շատ բարդ բառեր չեն, գաղափարը հեշտ կստացվի։ Հեշտ բառեր են, արի քեզ էլ առաջարկեմ, որ դու էլ իմ հետ խաղաս, տետր ու գրիչ, օրինակ, ինձ թվում է լավ է։ Հետաքրքիր է, կփորձեմ։ Մինչև այդ ես մտածեցի արդեն անունը Sun Memo, քեզ բացատրեմ ինչու Sun Memo, Sun այսինքն արև Memo, այսինքն memory որպես հիշողություն, ու գաղափարն է բացատրեմ թե ինքը ոնց է աշխատում, ինքը ընդհանուր լինելու է սարք մոնիտորով ու այդ սարքը մեզ լավ հիշողություններ է հիշացնելու, այսինքն մի 2 տարի առաջ այս օրը ինչ է կատարվել։ Հետաքրքիր էր, անգամ առաջարկում եմ իր մեջ գործի AI համակարգ, որի ժամանակ տխուր առիթներուն ինչ որ տխուր երաժշտություն կհնչի, իսկ ուրախ առիթներին ուրախ երաժշտություն, ինչ կարծիք չոս, ինչ թվում է դա շատ լավ առաջարկ։ Ու ընդհանուր Sun Memo-ից ինձ թվում է սաղս է կարանք օգտվենք, ինչպես ծեր մարդիկ, ինչպես սիրահար զույգերը, նաև մենք ջահերներս, ինձ թվում է Sun Memo-ն ունիկալ է եւ սաղս է կարանք օգտվենք Sun Memo-ից։ Համաձայն եմ քո հետ, խոսեցինք արևից ու հիշողությունից, իմ կարծիքով այդ սարքը հիմնականում պետքա լինի արևին մոտ տեղեր, ինչ կարծիքի ես։ Այո, ինքը հենց լինելու արևին մոտ տեղեր, որտեղ ինքը հենց աշխատելու է արևից ու հենց տենց է Sun Memo-ն ինձ թվում է կաշխատի ու ինձ թվում է շատ օգտատերեր կլինեն։ Հետաքրքիր էր, մինչ դու պատմում էիր լսում էի քեզ, այդ ընթացքում ես էլ իմ գաղափարը մշակեցի։ Կար առաջարկում եմ ստեղծել smart տետր ու գրիչ, որի ժամանակ օրինակ գրիչով տետրի վրա ինչ-որ բաներ կգրենք, սխալ տառերով կամ ինչ, ինքը կանցնի էկրանին, համակարգչի էկրանին արդեն ուղղված օրիգինալ տարբերակ է, ինչ կարծիք ես։ Անկեղծ շատ լավ գաղափար է, ինձ թվում է դա շատ օգտակար կլինի։ Իսկ ինձ թվում է ավարտի համար ես կառաջարկեմ ամեն դեպքում, եթե մեր նայողները ինչ որ սոցկայքերում տենան մեր գաղափարներից մեկը, ես կուզենայի դուք մեզ տակը նշել, իսկ ավարտի համար կուզենամ ասեմ, որ դուք նաև կարող մասնակցեք այս խաղին, կոմենտներում կարող գրեք երկու բառ եւ մյուս մասնակիցները այդ երկու բառով ինչ որ գաղափար կստեղծեն։ Գար ես արդեն ավարտեցի իմ task-ը, ոնց է։
Շատ լավ է։ Համամիտ է։ Ճո, ինձ թվում է կարելի է վերջացնել։ Այո։ Իրականում շատ հետաքրքիր թեմաներ էր։ Այո, եւ շատ լավ։